ասացի, որ իմ համար ակնհայտ է, որ ժամկետը ավարտվել էր և պետք է նորից մանված ստանալ և որից բան չեմ խոսում դրա մեջ։ Ես եղել եմ ավականի, եղել եմ պատգամավոր, եղել եմ փոխնախագահ, այժմ եղել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ կամ ազգային ժողովի նախագահ, կարծում եմ, որ ավելացնի բան չէ։ Նկատի ունեմ դուք ստացել եք ձեր համարվում է հարցի պատասխանը, ինչու ձեր թիմը այդպիսի որոշում կայացրեց։ Չեմ կարող ասել, որովհետև նման քննարկում տեղի չի ունեցել, եթե ես գտնեի, որ կա ինչ-որ պատճառ, ես չէի առաջադրի, ուստի ես և նման խոսակցություն չեմ ունեցել, համար որ նման խոսակցությունը տեղի չէ։ Տեսեք, վարչության անդամները իրենք բոլորը իրավազոր, բարձր պաշտոն ունեցող և քաղաքական պատմություն ունեցող, քաղաքական կուսակցության ամենաբարձրագույն մարմնի ներկայացուցիչներ։ Հիմա իրանց որոշումը, ես եմ շատ որոշումներ եմ կայացրել, ասեք չգիտեմ, ցուցակի մեջ մարդկանց ընդգրկելու, չընդգրկելու հետ կապված, կողմ եմ եղել ինչ-որ մարդկանց դեմ եմ եղել իրանց հետ նույնպես, ասենք հիմա ամեն բանի հետ կապված, կարծում եմ ճիշտ չի նման քննարկման մեջ մտնել։ Եվ հարցը չեք դիտարկում կուսակցությունից դուրս գալու։ Չէ, ես այդ կուսակցության ստեղծողներից եմ, ես քաղաքական պրոցեսի մաս եմ, քաղաքական պրոցեսի մաս մնալու եմ, ես մնալու եմ իմ ընկերների կողքը, այնքան ժամանակ, որքան որ կարողանամ ծառայել, այնքան ժամանակ ինչքան նրանց պետք կլինեմ, եթե ինչ-որ տարբերակ ինչ-որ առաջարկ կլինի, ես այդ առաջարկը Եվ քանի որ առաջարկից խոսեցիք Կամ ձեզ տաղավար էլի ստացվեց։ Համեցեք, արդյոք ձեզ առաջարկվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոն, որտեղ մամուլը պարբերաբար դնում էր այդ մասին, որ ձեզ առաջարկվել է և դեռևս որոշում չեք կայացրել, առհասարակ նման առաջարկ ձեզ արվել և ինչ եք մտածում այդ պաշտոնը զբաղեցնելու մասին, եթե նույնիսկ Դա անհեթեթություն է, ես նման բան չեմ մտածում, երբևիցե որևիցե մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել, կոռեկտ չեմ համարում, մենք Հայաստանի Հանրապետությունը ունի նախագահ, իդեպ ասեմ, որպես քաղաքացի, իմ ամենասիրված, իմ կողմից ամենահարգված նախագահն է, որը ես շատ սիրում, շատ հարգում եմ և նման խոսակցությունը ուղղակի անհեթեթություն է։ Ես որևիցե պաշտոնյայի հետ, իմ ընկերների, իմ գործընկերների հետ երբևիցե նման բան չեմ քննարկել, չեմ լսել և չեմ խոսել, այն բան կա, հայտնի արտահայտություն կա, մամուլից եմ իմացել, ինչպես նաև տեսել եմ փոխվարչապետ, ինչպես նաև տեսել եմ նախագահի տարբերակը, չգիտեմ դեսպանի, ինչ ասես խոսում եմ։ Ոչ հարգելի գործընկերներ, որևիցե մեկի հետ նման քննարկում չի եղել և նման խոսակցությունը խնդրեմ դադարեցնել, դա կոռեկտ չի ու ճիշտ չի։ Բայց ակտիվ քաղաքականություն կվերադառնա։ Բայց ինչի պետք է չվերադառնա, նույնպես քաղաքական գործիչները շատ են քաղաքական դաշտում, որ ես քաղաքական դաշտերիք եմ, թողնեմ այս, այսպես ասած, եռագլուխ միավորմանը, որպեսզի շարունակեն Հայաստանի Հանրապետությունը բզկտել, ես քարոզարշավի մեջ եմ եղել, և ես մեր քաղաքացիներին, իմ գործընկերների հետ և վարչապետի հետ միասին բան եմ ստացել։ Հիմա իմ խրամատը ես 5 տարի ստեղ պահեցի, մեկ այլ տեղ իմ խրամատը կշարունակեմ պահել, ինչ ա փոխվել, բանակ, ոչ մի պաշտոն հավերժ չի։